Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները մտել են Ուկրաինայի Խարկովի մարզում գտնվող Կուպյանսկ քաղաքի հարավային մաս։ Ինչպես հաղորդում է Տելեգրամի «Իդի Смотри» ալիքը, ռուսական հարձակողական խմբերը շարունակում են մղել մարտեր առաջընթաց գրանցելով քաղաքում։ Զեկույցների համաձայն ռուսական բանակը կարողացել է հետ մղել ուկրաինական ստորաբաժանումների մի շարք հակահարվածներ։ Շտուրմավորները արդեն Կուպյանսկի հարավում են, մարտերը շարունակվում են, նշված է հաղորդագրությունում։ Ավելի վաղ Խարկովի մարզի զինվորական քաղաքացիական վարչակազմը կանխատեսել է, որ Կուպյանսկի գրավումը Ռուսաստանի բանակի կողմից կարող է տեղի ունենալ մոտ ապագայում հաշվի առնելով ճակատի վերջին զարգացումները։ Եթե հիմա դադարեցվի հատուկ ռազմական գործողությունը եւ անապահ կանգ առնվի, ապա Ուկրաինան կմնա նացիստական ռուսաստիաց ռեժիմի տիրապետության տակ, իսկ հակամարտության բուն պատճառները չեն վերացվի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է A-Daily-ն։ Հիմա Վաշինգտոնից սկսել են հնչել, որ պետք է անապահ կանգ առնել։ Պետք չէ այլ բան քննարկել, կանգ առեք եւ թող պատմությունը դատի։ Հասկանում եք, եթե պարզապես կանգ առնենք, դա նշանակում է մոռանալ այդ հակամարտության արմատական պատճառների մասին, որոնք ամերիկյան վարչակազմը Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո հստակ հասկանում էր, ասել է Լավրովը։ Նա հավելել է, որ անապահ հրադադարը Ուկրաինայի զգալի մասը կթողնի նացիստական ռեժիմի վերահսկողության տակ։ Հրադադարը հիմա միայն մի բան կնշանակեր, որ Ուկրաինայի հսկայական մասը մնում է նացիստական ռեժիմի ղեկավարության ներքո։ Ուկրաինայի այդ հատվածում դա կլինի միակ վայրը երկրի վրա, որտեղ օրենսդրորեն արգելված է մի ամբողջ լեզու, ել չեմ ասում այն մասին, որ դա ՄԱԿ-ի պաշտոնական լեզուն է եւ այն լեզուն, որով խոսում է բնակչության մեծամասնությունը, նշել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկուս պահանջել է տարածքային զիջումներ կատարել, որպեսզի հնարավոր դառնա խաղաղ համաձայնություն Ռուսաստանի հետ։ Այդ մասին գրել է The New York Times թերթը։ Հղումանելով եվրոպական բարձրաստիճան պաշտոնյայի ըստ հրապարակման, Թրամփը հորդորել է Զելենսկուն հողային զիջումների գնով դադարեցնել արյունահեղությունը, սակայն ուկրաինացի նախագահը մերժել է այդ առաջարկը, թեև Զելենսկին ավելի վաղ չէր բացառել կոմպրոմիսային տարբերակը կապված կորցրած տարածքների հետ։ Նա նշել էր, որ դա կարող է լինել միայն վերջին միջոցը հակամարտության կարգավորման ճանապարհին։ Միևնույն ժամանակ Եվրամիության արտաքին քաղաքականության ներկայացուցիչ Կայա Կալասը Կիևին կոչ է արել Կիևին չճանաչել Դոնբասը որպես ռուսական տարածք, նշելով, որ նման քայլը կարող է թուլացնել Ուկրաինայի դիրքերը խաղաղ գործընթացում։ Սպիտակ տունը միջգերատեսչական մարմին է ստեղծել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ենթադրյալ թշնամիների դեմ պայքարելու համար։ Այս մասին հայտնել է Newsweek ամսագիրը։ Դրա կազմում են Սպիտակ տան աշխատակիցները, հետաքննությունների դաշնային բյուրոն, կենտրոնական հետախուզական վարչությունը, ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմը, ինչպես նաև արդարադատության, պաշտպանության եւ ներքին անվտանգության նախարարությունները, նշել է հրատարակությունը։ Հաղորդվում է, որ մարմինը գործում է առնվազն 2025 թվականի մայիսից։ Ինչպես Reuters-ին հայտնել է մարմնի աշխատակիցներից մեկը, ոչ մի կոնկրետ անձի չեն հետապնդում հաշվեհարդարի նպատակով։ Արևմտյան երկրների առաջնորդներն ի վիճակի չեն ընդունել այն փաստը, որ Ուկրաինայի զինված ուժերը արդեն պարտվել են մարտի դաշտում։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Չեխիայի ռազմական հետախուզության նախկին ղեկավար գեներալ Անդոր Շանդորը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին եւ արևմտաեվրոպական երկրների առաջնորդները պարզապես չեն գիտակցում իրականությունը եւ չեն ցանկանում ընդունել, որ Ուկրաինան արդեն պարտվել է։ Նրանք մեծ ջանքեր են գործադրել Կիևին օգնելու համար, բայց այժմ նրանք ի վիճակի չեն ընդունել տխուր ավարտը, նշել է գեներալը։ Շանդորի կարծիքով Ուկրաինայի զինված ուժերին այլևս օգնելու տարբերակ չկա, քանի որ երկիրը զինվորներ չունի։ Նա եզրափակել է, որ հակամարտությունում ստեղծված իրավիճակի պատճառով Կիևը չի կարող հաղթել։ Փարիզում Լուվրի թանգարանի կողոպուտի հետևանքով պատճառված վնասը գնահատվում է 88 միլիոն եվրո։ Երեքշաբթի օրը հայտնել է Փարիզի դատախազ Լոր Բեկկոն, վկայակոչելով թանգարանի տնօրենին։ Լուվրի տնօրենը վնասը գնահատել է 88 միլիոն եվրո, ասել է նա RTL ռադիոկայանի եթերում։ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, որը պաշտոնը զբաղեցրել է 2007-ից 12 թվականներին, բանտում իր առաջին օրը սկսել է գիրք գրել, հայտարարել է նրա փաստաբան Ժան-Միշել Դարոյը, հայտնում է ՏԱՍՍ։ Նա մարզանք է արել եւ սկսել է գրել իր գիրքը։
Փաստաբանը ասել է, որ պետության նախկին ղեկավարը 9 քառակուսի մետրանոց խցում է, անընդհատ աղմուկ է, ասել է Դարոյը։ Փաստաբանը հավելել է, որ Սարկոզին կեսօրին հանդիպել է կնոջ Կարլա Բրունիի հետ։ Բանտում առաջին օրը սարսափելի էր, բայց նա դիմացավ դրան, ասել է փաստաբանը։ Փարիզի դատարանը սեպտեմբերի 25-ին 70-ամյա Սարկոզիին դատապարտեց 5 տարվա ազատազրկման, կապված նրա 2007 թվականի նախընտրական քարոզարշավի լիբիական ֆինանսավորման հետ։ Հոկտեմբերի 21-ին նա սկսեց իր պատիժը կրել Փարիզի Սանտե բանտում, մենախցում։ Վաղար շաբաթ խոշորացված համայնքում այսօր հոկտեմբերի 22-ին պաշտոնապես մեկնարկել է ավականու ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև նոյեմբերի 14-ը ժամը 24:00-ն։ Ավականու ընտրություններին մասնակցելու է 8 քաղաքական ուժ, որոնք հանդես կգան հետևյալ հերթական համարներով. Հաղթանակ կուսակցությունների դաշինք, կազմված առաջ եւ հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություններից, ցուցակը գլխավորում է Սևակ Խաչատրյանը։ Համահայկական ճակատ կուսակցությունը ցուցակը գլխավորում է Արտյոմ Սիմոնյանը, Հանրապետություն կուսակցությունը ցուցակը գլխավորում է Հարություն Մկրտչյանը, Մայր Հայաստան ազգային դեմոկրատական կուսակցությունը, որը գլխավորում է Գրիշա Հարությունյանը, Ազատ դեմոկրատներ կուսակցությունը, որը գլխավորում է Վահրամ Ազատյանը, Ժառանգություն կուսակցությունը, որը գլխավորում է Արկադի Փայտյանը, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Արգիշտի Մեխակյանը եւ Հայրենիք կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Խաչիկ Մանուկյանը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն վաղար շաբաթ խոշորացված համայնքի ավականու ընտրություններում քվեարկելու իրավունք ունի 70,022 մարդ։ Ընդհանուր առմամբ վաղար շաբաթ խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերում ընտրությունների օրը կբացվի 47 ընտրատեղամաս։ Վաղար շաբաթ համայնքի ավականու ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 16-ին։ Ադրբեջանի տարածքով հայաստանցորեն ներկրումը իրապես հեղափոխություն է։ Այս մասին ազգային ժողովի իր ելույթում հայտարարել է ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Կար քննադատություն, որ սա միակողմանի զիջում է, Ադրբեջանը հնարավորություն է ստանալու Հայաստանի տարածքով տրանզիտ իրականացնել եւ Հայաստանը ստանալու է ոչինչ։ Ասել է Ռուբինյանը, խոսելով ընդդիմության քննադատությանը Ղազախստանից Ադրբեջանի տարածքով հայաստանցորենի ներկրման մասին։ Նա ընդգծել է, որ վերջապես ունենում ենք աղբյուրների դիվերսիֆիկացիա։ Ես կարծում եմ տեղի ունեցածը իրապես հեղափոխություն է, ասել է Ռուբինյանը։ Հոկտեմբերի 22-ից 24 արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայում, մասնակցելու ֆեմինիստական դիվանագիտության 4-րդ նախարարական համաժողովին։ Այս մասին հայտնել են արտաքին գործերի նախարարությունից, Փարիզում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ։ Առաջիկայում Հայաստանի տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան, ինչպես նաև Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր նույնպես կկառուցվեն։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս ամենը քննարկման մեջ է Trip Road ծրագրի շրջանակներում, նաև համապատասխան քննարկումների մեջ են Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, ընդգծել է վարչապետը։ Նա այս ծրագրերի իրականացման եւ կյանքի կոչման համար գլխավոր պայմանը համարել է խաղաղությունը։ Այժմ աշխատում ենք Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությունը ավելի ինստիտուցիոնալ դարձնելու ուղղությամբ, շեշտել է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ առաջիկայում կարող ենք Հայաստան-Թուրքիա սահմանի բացում ունենալ։ Ըստ նրա, այդ ուղղությամբ աշխատում են վաղուց եւ ամեն ինչ արդեն պատրաստ է։ Մեղադրանք է առաջադրվել Գյումրիում քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալության ժամանակ բողոքի դուրս ելած եւ ընդվզումների մասնակցած 4 շարքային քաղաքացիների նկատմամբ եւ խիստ հավանական է, որ պես խափանման միջոց ընտրվի կալանքը։ Դատարան է ուղարկվել քրգործի նյութերը, մինչեւ առավոտ դատարանն ըստ ամենայնի կալանքի որոշում կկայացնի։ Քաղաքացիները, ովքեր փորձել են պաշտպանել իրենց ընտրած քաղաքապետին, այժմ կանգնած են քրեական հետապնդման վտանգի առջև։ Գյումրեցիների խոսքով կալանքի որոշումներով իշխանությունները փորձում են վաղ տարածել Գյումրիում եւ սանձել հնարավոր ընդվզումներն ու թույլ չտալ, որ նոր հավաքներ ու գործադուլներ կազմակերպեն, մանավանդ որ այսօր առավոտից Գյումրիում գործադուլ անելու մասին տեղեկություններ էին տարածվում։ Կաշառք ստանալու համար մեղադրվող Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանի եւ մեղադրվող մյուս անձանց պաշտոնավարումը կասեցվել է։ Այս մասին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից։ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու, ինչպես նաեւ նույն պաշտոնատար անձանց կողմից խմբի կազմում նախնական համաձայնությամբ իրենց լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցագործությունների դեպքերի արդիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պաշտոնատար անձանց մասով կայացվել են պաշտոնավարումը կասեցնելու մասին որոշումներ, նշում են կոմիտեից։
Գյումրիի համայնքապետի պարտականությունները կկատարի փոխքաղաքապետը Վարդան Ղուկասյանի փեսան Ավետիս Առաքելյանը։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է համայնքապետի խորհրդական Լիլիթ Աղեկյանը։ Նշենք, որ այսօր հակակոռուպցիոն դատարանը որոշում է կայացրել 2 ամիս ժամկետով կալանավորել Վարդան Ղուկասյանին։ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն ուսուցչի է ազատել աշխատանքից։ Վերջինիս գոլեգաները բողոքի ցույց են իրականացրել ԿԳՄՍ-ի շենքի մոտ։ Եթե մի դեպքը ծածկենք գնա աչք փակենք, կարծում եմ, որ հաջորդներն էլ կհետևեն դրան։ Եվ մարդկանց լրիվ անմեղ ու անտեղի կազատեն աշխատանքից, ընդ որում հարցը այստեղ միայն աշխատանքից ազատվելը չի։ Հարցը նրանում է, որ բարի եւ ազնիվ մարդուն ուղղակի առաջադրվում է մեղադրանք, որում ինքը բնավ ոչ մի մեղավորություն չունի։ Ամբողջ ցավը սրանում է, մենք այստեղ անձի խնդիր չենք բարձրաձայնում, մենք ուղղակի ուզում ենք, որ նմանատիպ ազնիվ պարտաճանաչ եւ աշխատասեր մարդուն գոնե այդ ասեկոսեներից զերծ պահենք։ Հոկտեմբերի 21-ին Գարեգին երկրորդ ծայրագույն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տեր Արամ Քահանա Ասատրյանը։ Տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը եւ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայրաթոր Սուրբ Էջմիածնի պարգևների շնորհման եւ կարգապահական հարցների հանձնախմբի եզրակացությունն առայն, որ Տեր Արամ Քահանա Ասատրյանը հրապարակային ելույթներով ու հայտարարություններով արկաբեկել է հայ եկեղեցին, թեմակալ առաջնորդին եւ ծառայեկից եկեղեցականներին։ Անտեսելով թեմական առաջնորդի հորդորներն ու հրահանգները հարատևել է կարգազանց ընթացքի մեջ։ Վերջին մեկ ամսվա ընթացքում պատարակներին կամայականորեն զեղչել է ամենայն հայոց կաթողիկոսի եւ թեմակալ առաջնորդի անունների հիշատակության հատվածը, այդ քայլով ըստ էության իրեն դուրս դնելով եկեղեցուց։ Երիցս համառել է ներկայանալ հանձնախմբի նիստերին, շրջանցելով վերջինիս հեղինակությունն ու իրավասությունները, ինչպես նաեւ իր անարգալից վարքագծով դրժել հնազանդության ուխտը։ Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին Ստեփան Ասատրյան Աբազանի անունով։ Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ստացվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերված իրերի, մասնավորապես հեռադիտակի մակերեսից եւ ուսակապիչից, կարմիր գույնի ձեռնոցներից անջատված ԴՆԹ-ները համընկնում են Գևորգ Հարությունյանին բնորոշ գենետիկական բնութագրին։ Այս մասին տեղեկացնում են քննչական կոմիտեից։ Նշենք, որ Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալված անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում սպանությանն օժանդակելու հոդվածի հատկանիշներով։ Ավելի վաղ հայտներ դարձել, որ Փարաքար համայնքի ղեկավարի ու ոստիկանի սպանության գործով ձերբակալվածներ կան։ Գևորգ Հարությունյանը դեպքից օրեր անց ներկայացել էր ոստիկանություն եւ ասել, որ ինքն է կատարել սպանությունները։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազենի Բաղդասարյանը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին։ Այս քայլը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, փոխվստահության ամրապնդման եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման գործում, Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին համահունչ, նշել է վարչապետի խոսնակը։ Բուդապեշտում կայանալիք Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները ընթացքի մեջ են։ Սրա մասին ըստ Ինտերֆաքսի լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Նախապատրաստական աշխատանքները ընթացքի մեջ են, ասել է նա պատասխանելով գագաթնաժողովի վերաբերյալ հարցին։ Միևնույն ժամանակ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիարտոն ժամանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Բուդապեշտ այցը նախապատրաստելու համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն ասել է, որ Ուկրաինան չպետք է ակնկալի մոտ ապագայում Թոմահոք հրթիռներ ստանալ, հաղորդում է թերթը։ Թրամփը հայտարարել է, որ իր գլխավոր առաջնահերթությունը հակամարտության ավարտն է։ Հանդիպման ընթացքում պետության ղեկավարը Զելենսկուն հստակեցրել է, որ ինքը կապված չէ որևէ կոնկրետ տարածքային արդյունքի հետ։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպման ամսաթիվը դեռևս որոշված չէ։ Ոչ ոք ամսաթվեր չի հայտարարել, ամսաթվերի վերաբերյալ համաձայնություն չկա, ասել է նա։ Կրեմլի խոսնակը նշել է, որ առաջիկա աշխատանքը մարտահրավերներով լի է լինելու եւ տրամադրությունն այժմ աշխատանքային է։ Պեսկովը արտաքին գործերի նախարարությանն է վերահասցեավորել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպման վայրի վերաբերյալ հարցը։ Նա նաեւ անհավանական է անվանել Պուտինի Սպիտակ տան ղեկավարի հետ Հունգարիա ժամանելու գաղափարը։ Ոչ մի երկիր չի կարող արգելել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնաթիռին թռիչք կատարել Հունգարիայի վրայով, հայտարարել է վաստակավոր ռուս օդաչու Յուրի Սիտնիկը։ Նա նշել է, որ Բրյուսելում գտնվող Եվրոկոնտրոլը վերահսկում է բոլոր թռիչքները։ Մասնագետը նշել է, որ խոսքը Եվրոպայի, Ասիայի կամ ամբողջ մայրցամաքի վրա միասնական վերահսկողության համակարգի մասին է։ Սա վաղուց է գործում եւ դա շատ լավ բան է, քանի որ բոլոր թռիչքները գրանցված են։ Եվ կարևոր չէ սահմանափակումներ կամ պատժամիջոցներ կան, երբ նախագահական ինքնաթիռի թռիչքի խնդրանքներ են արվում, քանի որ նման սահմանափակումները դրա վրա չեն տարածվում, շարունակել է Սիտնիկը։ Ըստ նրա, պետությունները չեն կարող արգելել Ռուսաստանի առաջնորդի ինքնաթիռին թռիչք կատարել իրենց տարածքների վրայով։ Կատարի կառավարիչ Թամիմ բին Համադ Ալ-Թանին մեղադրել է Իսրայելին հրադադարի խախտման մեջ։ Գազայի հատվածում Համասի դիրքերին հասցված մի շարք հարվածներից հետո նրա խոսքերն է հաղորդում Ալ-Արաբիան։ Մենք կրկին դատապարտում ենք Իսրայելի կողմից Պաղեստինում կատարված բոլոր խախտումներն ու գործողությունները, մասնավորապես Գազայի հատվածում իրավիճակի վատթարացումը եւ հրադադարի շարունակական խախտումը, ասել է Ալ-Թանին։ Հունգարիայի հետախուզական ծառայությունները կապով են Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի լիակատար անվտանգությունը Բուդապեշտում նրանց հանդիպման ժամանակ այս մասին սոցիալական ցանցերում հայտարարել է Հունգարիայի հիմնարար իրավունքների կենտրոնի վերլուծաբան Զոլտան Կոշկովիչը։ Նրա խոսքով երկու պետությունների ղեկավարները անվտանգ կլինեն Հունգարիայում, մասնագետը նշել է, որ երկրի հետախուզական ծառայությունները լավ պատրաստված են։ Նրանց կօգնեն ամերիկացի եւ ռուս մասնագետները, նախագահների պաշտպանությունը կլինի գերական նշանակություն ունեցող, հավելել է Կոշկովիչը։ ԱՄՆ նախագահը անկեղծորեն ցանկանում է լուծել Ուկրաինայում հակամարտությունը, սակայն նա պայքարում է իր հակառակորդների ճնշման դեմ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ Թրամփը եւ նրա կողմնակիցները եկել են Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու անկեղծ ցանկությամբ։ Դրա ապացույցն այն է, որ նրանք խոսում են արմատական պատճառների մասին, նրանք պարզապես չեն ասում եկեք մի կտոր հուղթ ու գրիչ բերեք։ Մենք արագ կլուծենք այս ամենը, կստորագրենք այն, ապա կնստենք սեղանի շուրջ, ասել է դիվանագետը։ Նա հավելել է, որ այսպես կոչված համաշխարհային լիբերալ հանրությունը ակտիվորեն փորձում է աղավաղել այն իմաստը, որով Թրամփը եւ նրա վարչակազմը իշխանության են եկել։ Հունվարի 1-ից սկսած արդեն ժամկետային զինծառայությունը 2 տարվա փոխարեն կլինի 1.5 տարի։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պաշտպանության նախարարը խորհրդարանական գործընկերների հետ քննարկումների արդյունքում օրենսդրական նախաձեռնություններ դրել շրջանառության մեջ, որով առաջարկվում էր Հայաստանում ժամկետային զինվորական ծառայության ժամկետը 2 տարվա փոխարեն սարքել 1.5 տարի։ Ի սկզբանե նախատեսված էր, որ այս կարգավորումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի ամառային զորակոչից, բայց այսօր քննարկում եմ ունեցել Պաշտպանության նախարարի հետ նախորդող շրջանում խորհրդարանական գործընկերների հետ եւ որոշել ենք, որ օրենքն ավելի շուտ ուժի մեջ մտնի, այսինքն 2026 թվականի հունվարի 1-ից։ Այսինքն 2026 թվականի հունվարի 1-ից ձմեռային զորակոչից Հայաստանում ժամկետային զինծառայությունը 2 տարվա փոխարեն կլինի 1.5 տարի, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանավորմանը։ Ահա թե ինչ կոշտ բառամթերքով է ԿՊԱ-ական պատգամավորը բնութագրել Գյումրիի ընտրություններում իշխանությունը հաղթած քաղաքապետին։ Պատասխանելով հարցին ԿՊ-ի օրակարգում կա քաղաքապետի պաշտոնը վերցնելու հարց, Ալեքսանյանն ասել է, թե Գյումրու համայնքապետի պաշտոնը ճամպրուկ չէ, որ վերցնենք։ Սպասենք Սերժա-Քոչարյանական խաչասերման երկրորդ սերիային։ Տեսնենք ինչ են ուզում նոր ծնեն, գուցե նոր մուտանտ է, նշել է ԿՊԱ-ական պատգամավորը։ Այն որ Վարդանիկը ինքն իր բնույթով ակնհայտորեն հանցագործ, կրիմինալ, ինչ ասեմ, լափակեր եւ այլն, այսպես շարունակ, դա ինձ թվում է տեսանելի է։
Սա հասկանալու համար ուղղակի պետք է գնալ Գյումրի, կանգնել օրինակ Գյումրու միջին վիճակագրական շենքերի, փողոցների, բակերի եւ մնացածի առաջ, որոնք որ վերջապես սկսել են փոքրի շատը տեսքի գալ 2018-ից հետո, երբ Գյումրիում վերջապես ասֆալտ ա եղել այդ փոսերի փոխ։ Ու հետո գնալ կանգնել Վարդանիկին պատկանող այն գերշքեղ հյուրանոցի առաջ ու փորձել ինքներդ ձեզ հարց տալ։ Արդյոք 200,000 կամ 300,000 դրամ աշխատավարձ ստացող մարդը, եթե կոռուպցիոներ չի, եթե համայնքի փողերը լավ փող չի, եթե սրիկա չի, այդ ամեն ինչը անող, ո՞նց է կառուցել այդ եր։ Ժնևում սկսվել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովեի եւ Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի հանդիպումը։ Հանդիպումը տեղի է ունենում Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաշողովի շրջանակներում։ Լյուքսեմբուրգում նախարարական հանդիպման մեկնարկին մամուլի հետ շփումներում նախարար Արարատ Միրզոյանը նշել է. «Այսօր ես միանում եմ իմ գործընկերներին Եվրոպական միությունից, լայն Սևծովյան տարածաշրջանից, ինչպես նաև Կենտրոնական Ասիայից, քննարկելու միշտ տարածաշրջանային համագործակցության միջոցով ավելի ամուր դիմակայունություն, ավելի բարձր մակարդակի անվտանգություն եւ ավելի լավ փոխկապակցվածություն խթանելու ուղիները»։ Այն փաստը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունն արդեն հաստատված է եւ երկու երկրները քննարկում են հաղորդակցությունների տրանսպորտային ենթակառուցվածքների բացումը, ավելացնում է լրացուցիչ զգալի ներուժ, քանզի մեր տարածաշրջանը կարող է կարևոր դեր խաղալ Եվրոպան Կենտրոնական Ասիայի հետ կապելու գործում, ասել է Արարատ Միրզոյանը։ Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հանդիպումը։ Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Սուրբ Աթոռի միջև բարձր մակարդակի երկխոսությունը, համոզմունք հայտնելով, որ այն շարունակական կերպով կզարգանա ու ել ավելի կամրապնդվի։ Կողմերը ընդգծել են, որ Հայաստանի երբ Սուրբ Աթոռի միջև երկխոսությունը հիմնված է ոչ միայն քրիստոնեական արժեքների, այլև ընդհանուր պատմական եւ հոգեվոր ժառանգության եւ ժամանակակից աշխարհի մարտահրավերների վերաբերյալ նույնական մոտեցումների վրա։ Սուրբ Աթոռի պետքարտուղարը վստահություն է հայտնել, որ նորին Սրբություն Լևոն 14-րդ պապի գահակալությամբ եւս երկկողմ հարաբերություններն էլ ավելի կխորանան ու կամրապնդվեն։ Վարչապետ Փաշինյանը եւս մեկ անգամ նշել է, որ իր համար պատիվ է մասնակցել arczepiskopos Իգնատիոս Մալոյանի սրբադասման արարողությանը, հավելելով, որ նրա կյանքը մեզ հիշեցնում է, որ նույնիսկ տառապանքի ժամանակներում հավատքն ու քաջությունը կարող են հաղթահարել դժվարությունները։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը, կարևորել հումանիտար խնդիրների հասցեագրումը։ Լոնդոնը փորձում է խափանել Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի միջև Բուդապեշտում կայանալիք հնարավոր հանդիպումը։ Թուրքական Ջումհուրիետ թերթի քաղաքական մեկնաբան Դենիս Բերգթայի խոսքով բանակցությունների հնարավոր ամսաթվի մոտենալուն զուգընթաց Մեծ Բրիտանիայի եւ նրա դաշնակիցների կողմից ճնշումը միայն կաճի։ Հոկտեմբերի 16-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ 2025 թվականի սկզբից ի վեր ամենաերկարատևներից մեկը։ Այլ թեմաների շարքում նրանք քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ Զրույցից հետո Թրամփը հայտարարել է Բուդապեշտում Պուտինի հետ անձամբ հանդիպելու մտադրության մասին։ Լրագրողի խոսքով Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Զելենսկու միջև վերջերս ԱՄՆ-ում կայացած հանդիպումից հետո բրիտանական լրատվամիջոցները արշավ են սկսել ուղղված Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջև ցանկացած բանակցությունների վարկաբեկմանը։ Բանսկա Բիստրիցայի մասնագիտացված քրեական դատարանը 72-ամյա Յուրայ Ցինտուլան, որը 2024 թվականի մայիսին փորձել էր սպանել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոին, դատապարտել է 21 տարվա ազատազրկման, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Դատարանը որոշում է կայացնում 21 տարվա ազատազրկման դատապարտելու մասին։ Դատավճիռը կայացրել է դատավոր Իգոր Կրալիկը, որոշելով, որ Ցինտուլայի հանցագործությունը ահաբեկչական գործողություն է։ 2024 թվականի մայիսի 15-ին Ցինտուլան մի քանի անգամ կրակել է Ֆիկոյի վրա, երբ նա մոտեցել է Հանդլովա քաղաքի կենտրոնական մասում գտնվող մշակութային կենտրոնի դիմաց հավաքված մարդկանց, որտեղ տեղի էր ունենում կառավարության նիստ։ Ոստիկանությունը դեպքի վայրում ձերբակալել է կրակողին։ Դատավարությունը սկսվել է հուլիսի 8-ին Բանսկա Բիստրիցայում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետաքննությունների դաշնային բյուրոն իր պաշտոնավարման սկզբից ի վեր ձերբակալել է ռեկորդային թվով հանցագործների, հասնելով պատմական արդյունքների։ Իմ վարչակարգի օրոք ՀԴԲ-ն հիանալի աշխատանք է կատարել։ Հունվարի 20-ից ի վեր մենք ձերբակալել ենք ավելի քան 28000 բռնի հանցագործների, ինչը ռեկորդային թիվ է,
Արգրավել է ավելի քան 6000 անօրինական զենք, փողոցներից հեռացվել է ավելի քան 1700 պետոֆիլ եւ 300 մարդկանց առևտրով զբաղվող։ Փրկվել է 5000 անմեղ երեխա, ոչնչացվել է 2000 հանցավոր խմբավորում։ Արգրավել է 1900 կիլոգրամ ֆենտանիլ, որը բավարար է 125 միլիոն մարդու սպանելու համար։ Պատմական արդյունքներ հայտնել է ԱՄՆ նախագահը։ Թրամփը նաև գովաբանել է ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելին, նրա տեղակալներ Դեն Բոնգինոին եւ Էնդրյու Բեյլիին, ինչպես նաև ՀԴԲ աշխատակիցներին իրենց հիանալի աշխատանքի համար։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը այցով ժամանել է Իսրայել, հաղորդում է Ynet-ը։ Վենսը ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում նշանակվելուց ի վեր առաջին անգամ է այցելում հրեական պետություն, նշել է պորտալը։ Հոկտեմբերի 20-ին Իսրայելի կառավարության խոսնակ Շոշ Բեդրոսյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ Վենսի այցը կտևի մի քանի օր։ Նրա խոսքով փոխնախագահը նախատեսում է բանակցություններ վարել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Եվրոպական քիմիական նյութերի գործակալությունը կարող է էթիլային սպիրտը դասակարգել որպես քաղցկեղածին, ինչը կհանգեցնի առողջապահական հաստատություններում դրա օգտագործման արգելքին, հաղորդում է Financial Times-ը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ հոկտեմբերի 10-ին Եվրոպական քիմիական նյութերի գործակալության աշխատանքային խմբերից մեկը հրապարակել է ներքին առաջարկություն, որում էթանոլը անվանվել է թունավոր նյութ, որը մեծացնում է քաղցկեղի եւ հղիության ընթացքում բարդությունների առաջացման ռիսկը։ Գործակալության ակտիվ կենսասպան նյութերի կոմիտեն կհանդիպի նոյեմբերի 24-ից 27-ը, որտեղ գործակալությունը որոշում կկայացնի եւ իր առաջարկությունները կներկայացնի Եվրոպական հանձնաժողովին։ Փարիզի Լուվրից թանկարժեք քարերի գողերին որոնող ոստիկանությունը հավանաբար չի կարողանա վերադարձնել իրերը թանգարան, քանի որ դրանք կարող են արագ կտրատվել եւ վաճառվել, հաղորդում է Reuters-ը, հղում անելով փորձագետներին։ Եթե Վան Գոգի նկարը գողանում են, այն վաճառելու այլ միջոց չկա, քան սև արվեստի շուկայից։ Երբ զարդեր են գողանում, հնարավոր է այն վաճառել սև շուկայի միջոցով, որպես թանկարժեք քարեր։ Գործակալությանը ասել է մշակութային ժառանգության հանցագործությունների փորձագետ Մարկ Բալսելսը։ Գործակալությունը բացատրում է, որ ադամանդները կարելի է կտրել ավելի փոքր թանկարժեք քարերի, իսկ ոսկին հալեցնել, այդպիսով գնորդներին անտեղյակ թողնելով դրանց ծակման մասին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից առաջ շատ տնային աշխատանքներ կան անելու։ Սրա մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Լենտան։ Աշխատանքներ պետք է տարվեն նաեւ արտաքին քաղաքական գերատեսչությունների գծով։ Մեր արտաքին գործերի նախարարությունները պետդեպարտամենտը նրանց աշխատանքը կկենտրոնանա այն հարցերի պատասխանները գտնելու վրա, որոնք դուք նախանշել եք, հայտնել է Կրեմլի ներկայացուցիչը։ Պեսկովի խոսքով Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներն ամբողջ ծավալով դեռ չեն սկսվել։ Այն կսկսվի միայն հիմա, ընդգծել է մամուլի քարտուղարը։ Ամերիկյան դիվանագիտական ջանքերը նոր թափ են ստացել Գազայում մեկ շաբաթյա հրադադարը փրկելու համար։ ԱՄՆ ներկայացուցիչները Ջարեդ Քուշները եւ Սթիվ Ուիթքոֆը հանդիպել են Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, փորձելով վերահաստատել նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ձեռք բերված զինադադարի ծրագիրը, որը խախտվեց Կիրակի պաղեստինյան հարձակման եւ իսրայելական պատասխան հարվածների հետևանքով։ Նոր բախումները, որոնք հանգեցրին առնվազն 30 զոհի, վտանգեցին հրադադարի առաջին փուլը։ Միևնույն ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը պատրաստվում է այցելել Իսրայել, ուժեղացնելու Վաշինգտոնի ճնշումը երկու կողմերի վրա։ Եգիպտոսում նախատեսված են բանակցություններ նաև Համասի պատվիրակության հետ, քննարկելու զինադադարի հաջորդ ավելի բարդ փուլը, որը ներառում է Գազայի կառավարման տեխնոկրատական մարմնի ձևավորում առանց Համասի մասնակցության։ Սակայն շարժումն արդեն հայտարարել է, որ մերժում է ցանկացած արտասահմանյան վարչակարգ եւ չի հրաժարվի զենքից։ Իսրայելն ու Համասը պաշտոնապես շարունակում են հավատարիմ մնալ հրադադարի պայմանավորվածությանը, թեև միմյանց են մեղադրում խախտումների համար։ Թել Ավիվը շեշտում է, որ Համասը պետք է ամբողջությամբ զինաթափվի, մինչդեռ Գազայի բնակիչները ահաբեկված են նոր բռնությունների վախից։ Թվում էր, թե զինադադարը փլուզվեց, մարդիկ խելագարված գնում էին սնունդ, իսկ գները բարձրացան, ասել է Գազայի գործարար Աբու Աբդալլահը, բնութագրելով ստեղծված փխրուն եւ անորոշ իրավիճակը։
Եղանակը առաջիկա օրերին։ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 22-ից 3-ը 26-ին սպասվում է առանց ձեղումների եղանակ։ Հոկտեմբերի 23-ից 25-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին արևմտյան է 2-ից 5 մետր վարկյան։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-ից 3-ը կբարձրանա 3-ից 4 աստիճանով։ Երևանում հոկտեմբերի 22-ին, 25-ին եւ 26-ին սպասվում է առանց ձեղումների եղանակ։ Հոկտեմբերի 23-ին եւ 24-ին սպասվում է կարճատև անձրև։